Բարև Հայեր ջան, այսօր 2026 թվականի փետրվարի վերջի օրն է, ամսի 28-ը։ Վաղվանից մենք մտադիր ենք սկսել վերածննդի շարժման հետ կապված լայնածավալ իրազեկման արշավ ու այդտեղ առանց ձեր աջակցության ուղղակի անհնար է։ Այս նախընտրական օրերին բոլորս էլ տենում ենք ինչ է կատարվում մեր երկրում։ Քաղաքական դաշտը ոնց որ միշտ լցված է անիմաստ աղմուկով, խոստումներով, փոխադարձ մեղադրանքներով, ամուսնալուծության քաղաքական հաշվարկներով, մի խոսքով ամեն ինչով, բացի համակարգից դուրս այլընտրանքի առաջարկություններից։ Առաջարկողը մենք ենք, այն էլ տեղեկատվական սահմանափակումների պատճառով ոչ բոլորին ենք հասանելի։ Հիմա Հայեր ջան, կամ միասին այդ խնդիրը կլուծենք, կամ նորից կմնանք լայնածավալ խաբեության շրջանակում, որտեղ մի կողմը միշտ մեղադրում է մյուսին, մյուսը երրորդին, ու այն որ այդ ամեն ինչից ոչ մի օգուտ ոչ մեզ, ոչ երկրին, ոչ էլ առավել եւս մեր վաղվա օրվան, մեր նոր սերնդին։ Այս 30 տարուց ավել անընդհատ նույնը, միշտ ճգնաժամի զգացողություն կա, անվտանգային, սոցիալական, արժեհամակարգային, մարդիկ հիասթափված են, հոգնած են, շատերը են, որ ուղղակի էլ չեն հավատում ոչ մեկին, ու հենց այս ֆոնին է, որ վերածննդի գաղափարը պետք է հասնի յուրաքանչյուր մարդու, ոչ թե որպես հերթական քաղաքական կարգախոս կամ էլ նախընտրական մանկապարտեզ քարոզարշավ, այլ որպես հստակ ճանապարհ, որպես ծրագրով, պատասխանատվությամբ ու կազմակերպվածությամբ կառուցվող այլընտրանք։ Բայց Հայեր ջան, կա մի հատ շատ պարզ խնդիր։ Շատ մարդիկ ուղղակի տեղյակ չեն մեզանից, մեր գաղափարներից, մեր ծրագրերից ու մեր առաջարկից։ Մենք մեր հարթակներում տարածում ենք տեսանյութերն էլ, հայտարարություններն էլ, ծրագրերն էլ, դուք կիսվում եք, աջակցում եք, մեկնաբանում եք, ինչի համար անեզր շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ։ Բայց ոնց տենում ենք այդ բավարար չի։ Եկեք անկեղծ լինենք, Հայաստանը մենակ սոցցանց չի։ Կան հազարավոր մարդիկ, մանավանդ մարզերում, գյուղերում, տարածքների շրջանում, որոնք այդ ամեն ինչին չեն հասնում։ Կան մարդիկ, ովքեր ուղղակի չեն տենում մեր բովանդակությունը, որովհետև ալգորիթմերը ցույց չեն տալի, կամ էլ ասենք իրանք ուղղակի զուտ ակտիվ օգտատեր չեն։ Էլ չեմ ասում մեր բոլոր հարթակների վրա բողոքների մասին, այն որ Նիկոլի ամբողջ զանգվածը բողոքում է, Քոչարյանի թևը բողոքում է, Սերժինը, Կրեմլա պաշտներինը, տո էլ թուրքա պաշտներինը, հիմա արդեն ադրբեջանցիներն են զանգվածային բողոքներ ուղարկում, թե մեր Facebook էջերին, թե այս YouTube ալիքի, ամենտեղ։ Ու դուք պատկերացնում եք այդ հարցակման ծավալները։ Այդ ծավալների հետ ամեն օր մեր ադմինները կռիվ են տալի, հակադարձ բողոքներ ուղարկելով, այս կամ այն կայքին դիմումներ գրելով, մի խոսքով մի հատ աննկարագրելի ծավալով կռիվ ենք տալի ամեն օր, որ մեր այս հարթակները պահպանվեն։ Այսինքն այդ հարցակումները խոսում են մենակ մի բանի մասին, որ սրանք բոլորն էլ վախում են նրանից, որ հանկարծ մեր խոսքը շատ մարդ չճանաչի, որովհետև լավ գիտեն, որ մեծ ու լայն ճանաչելիություն ունենալու դեպքում 10 հոգուց 8-ը մեր աջակիցն է ալնելու։ Իսկ այդ իրենց համակարգի ավարտն է, դրա համար էլ ամեն կերպ նենց են անում, որ մեր խոսքը շատ տարածում չստանա։ Ու Հայեր ջան, եթե մենք ուզում ենք, որ գաղափարը դառնա համազգային, պետք է դուրս գանք այս միայն on-line տարածքից։ Դրա համար մենք որոշել ենք սկսել իրազեկման լայն փուլ, քանի դեռ ժամանակ ունենք։ Իսկ իրազեկման փուլի մեջ ինչ է մտնում։ Տպագրել տասնյակ հազարավոր տեղեկատվական թռուցիկներ, գնալ մարզեր, մարզերում փոքր հանդիպումներ անել մարդկանց հետ ու նպատակային on-line գովազդ միացնել, որ հասնենք նաև նրանց, ովքեր մեզ չեն տենում, ինչպես Հայաստանում, տենց էլ Սփյուռքում։ Կարճ ասած, մեզ պետք է ապահովել կազմակերպչական ու տեխնիկական նվազագույն պայմաններ։ Այս ինչ որ շքեղ արշավ չի, այս մի քանի միլիոնների ծրագիր չի, այս նվազագույն, բայց դուք էլ եք լավ հասկանում, որ ուղղակի անհրաժեշտ քայլ է, որ մարդիկ իմանան կա այլ ճանապարհ։ Ես ուզում եմ մի բան հստակ ասել, որ այս մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության հարց է։ Եթե մենք ասում ենք միասին ենք պայքարում, ուրեմն միասին պետք է կիսենք նաև այս բեռը։ Չի կարա մի քանի մարդ ամբողջ կազմակերպչական ծանրությունը վերցնի իր վրա, իսկ մնացածը ուղղակի սպասեն արդյունքի։ Հայեր ջան, այդ առնվազն ճիշտ չի։ Շարժումը ուժեղ է այնքանով, ինչքանով միասնական է։ Եթե յուրաքանչյուրը իր չափով մասնակցի, չգիտեմ, 1000, 5000, 50000 դրամով կամ ինչքան որ կարա, այդ բոլոր աջակցությունները միավորվելու են ու վերածվելու են մի ընդհանուր ուժի։ Ձեր փոխանցած այդ գումարները դառնալու են տպված թռուցիկ, դառնալու են մարզային հանդիպում, դառնալու են գովազդ, որը կհասնի մի նոր ընտանիքի, իսկ տեղեկացված նոր մարդը նշանակում է մի նոր աջակից, մի աջակիցը նշանակում է եւս 5-ը, ուսեն շարժումը սկսում է աճել բնական ճանապարհով,
մեզ մնում է այս ստարտը միասնական ուժով տանք ու մնացածը ձնագնդի էֆեկտով կմեծանա։ Հայեր ջան, անկեղծ եմ ասում, առանց ձեր աջակցության մենք չենք կարող սկսենք։ Ու ինչքան շուտ, այնքան լավ, քանի որ դուք էլ լավ գիտեք, որ սպասելու ժամանակ ուղղակի չունենք։ Ու մենք պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն. գաղափարը չի հաղթում մենակ այն պատճառով, որ ճիշտ է։ Գաղափարը հաղթում է, երբ հասնում է մարդկանց։ Այսօր մեր առաջ կանգնած ամենամեծ խնդիրը ոչ թե գաղափարի բացակայությունն է, այլ դրա տարածումը։ Եթե մենք ուզում ենք, որ վաղը մարդիկ այլընտրանք ունենան, այսօր պետք է իրենց տեղեկացնենք, որ այդ համակարգից դուրս այլընտրանք գոյություն ունի։ Հայեր ջան, իրականում ժամանակը շատ սեղմ է։ Այս քաղաքական հայաստանակործան գործընթացները չեն սպասում, ու ով արագ է կազմակերպում, ինքն էլ առաջ է անցնում։ Եթե մենք հիմա չսկսենք, հետո արդեն ուշ կլինի խոսալ, թե ինչի չարեցինք։ Ու ես դες դիմում եմ ոչ թե որպես խնդրող, այլ որպես նույն ճանապարհի, նույն նպատակի ու նույն գաղափարի մարդ։ Եթե հավատում եք վերածննդին, եթե կարծում եք, որ Հայաստանը արժանի է կազմակերպված, արժանապատիվ ու ինքնիշխան ապագայի, ապա եկեք այս փուլում եւս միասին լինենք։ Ու վստահ եղեք, որ յուրաքանչյուր դրամ այդ եւս մի քայլ է դեպի առաջ։ Յուրաքանչյուր մասնակցություն պատասխանատվության նշան է, ու ամենակարևորը, ձեր յուրաքանչյուր աջակցություն ուղղակի ապացույցն է նրա, որ մենք մենակ չենք։ Մենք շատ արագ պետքա սկսենք ու պետքա սկսենք միասին։ Հիմա ովքեր այս ամեն ինչը գիտակցում են ու պատրաստ են աջակցեն, այս են մեր հաշվեհամարները։ Կարաք վիդեոն դնեք պաուզայի վրա ու ընտրեք ձեր համար ամենահարմար տարբերակը։ Ու մեկ էլ երբ ու որ պահին ցանկանաք, կարաք մտնեք մեր կայք www.luisibanak.com ու ֆինանսական աջակցություն բաժնում նորից գտնեք աջակցելու ձեր համար ամենահարմար տարբերակը։ Հայեր ջան, հուսամ, որ բոլորիդ ակտիվ աջակցությամբ հենց ամսի 1-ից էլ մենք կկարողանանք իրականացնել այս իրազեկման արշավը։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վստահության համար։ Ի գործ։ Վերածննդի լուսավոր շարժումը իրականացնի հակահայտ դեպերի ներշումը լսեք մեզ հիմա չեք լսել ժամանակին վստահ միացեք լույսի բանակին Արավիչը մեզ տվել է պրիկության պարոս միացեք մեզ որ չտիրի է դրում քաոս հիմա պան է գործելու և սա հստակ է ասված միայն լույսի բանակ և առաջ ասված Հայր ոտքի գիտակցեք ձեր ուժը Ոսկը վետակ թշնամուն իշ դուժը Բարձրալովի հայ միասնությունը կեսը մեծ հայքի Հզոր թագավորությունը Աշխարհի հայր դեպի տուն դեպի Հայաստան Հակահայերին տալու արդար դատաստան Եկել է իրական հայ խոսքի ժամանակը Հայաստի կողքին է նշբերյան լույսի բանակը Մեր Արցախը բանը մուշը կդառնան հայ քարտեզ Մեր Նախիջևանը վիր կաղանքը հայքը կգանես Առաջի պաշտպանությունը մեզ կբեն հաղթանակ Հակահայ չոքելու է և հայերը արթնանակ Հայ ոտքի գիտակցեք ձեր ուժը Ոսկը վետակ թշնամուն իշ դուժը Բարձրալովի հայ միասնությունը կեսը մեծ հայքի Հզոր թագավորությունը Հայր ոտքի գիտակցեք ձեր ուժը Ոսկը վետակ թշնամուն իշ դուժը Բարձրալովի հայ միասնությունը կեսը մեծ հայքի Հզոր թագավորությունը Մեր Արցախը բանը մուշը կդառնան հայ քարտեզ Մեր Նախիջևանը վիր կաղանքը հայքը կգանես Առաջի պաշտպանությունը մեզ կբերի հաղթանակ Հակահայ